Պարոն Խաչատրյան, տեսեք, ասուլիսում ձեր քաղաքական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք ակտիվ մասնակցություն են ունենալու հայաստանյան, ներհայաստանյան պրոցեսներին, լինեն ընտրություններ, լինի փողոցային պայքար։ Ընտրություններ են մարտի 30-ին, որևիցե կերպ հստակ հայտարարված չէ, թե Հայաստան դաշինքը որ ուժին է սատարում, սա մեկ, ինչ կերպ էր դա արտահայտվելու, ընտրություններ ասել են նկատի ունեք արդյոք միայն համապետական ընտրությունները, եթե այո, ապա Հայաստան դաշինքը նույն ձևաչափով է մասնակցելու, թե նման քննարկում չեք ունեցել, դաշնակցությունն առանձնանալու է Ռոբերտ Քոչարյանից, թե այնուամենայնիվ նրա դեմքով է դարձյալ մասնակցելու ընտրություններին, եւ երկրորդ հարցը վերաբերում է փողոցային պայքարին, արդյոք ընդդիմությունը այս դեպքում Հայաստան դաշինքը քննարկում է փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու թվով չգիտեմ որ երրորդ փորձը։ Նախ սկսենք տանից, որ դաշնակցությունը երբեք որևէ մեկի դեմքով չի մասնակցել։ Դաշնակցությունը Հայաստան դաշինքի բաղկացուցիչ քաղաքական ուժերից մեկն է։ Սկզբից դուք ասացիք Ռոբերտ Քոչարյանի դեմքով է մասնակցել։ Բայց դա չի նշանակում, որ դաշնակցությունը ոչ դաշնակցականի դեմքով է մասնակցում։ Դաշնակցությունը որպես քաղաքական կուսակցություն Հայաստան դաշինքում մասնակցել է ընտրություններին։ Որոշումը կայացվել է հույդա Հայաստանի Գերագույն ժողովում։ Ժողովն է այդ որոշումը կայացրել եւ այսօր ասել, թե ժողովը ինչ որոշում կկայացնի, ուղղակի տրամաբանական չէ։ Չես կարող ասել ժողովը sense բան կարող է որոշել։ Եթե ընտրությունների մասին է խոսքը, եթե պետք է քննարկվի այդ հարցը, պետք է ընտրություններ լինեն, այսինքն ընտրություններից առաջ, ինչպես նախին անգամ պետք է լինի արտահերթ Գերագույն ժողով, որտեղ հերթական Գերագույն ժողովը շատ հեռու չի։ Այս պայմանությամբ Հայաստան դաշինքը հանդես է գալիս որպես կուռ ամբողջական դաշինք եւ բոլոր փորձերը կամ այն ինչ որ կողքից այսօրվա մասին է խոսքը։ Եթե դու խոսում ես երրորդ կողմը որ լքեց, բայց այս պայմանությամբ Հայաստան դաշինքը կա։ Երրորդ կողմի լքելուց հետո Հայաստան դաշինքը չքանդվեց, այսքան փորձել ճաքեր տեսնել, ճաքերը առաջացնել իհարկե անշնորհակալ եւ ձախող գործ է լինելու։ Երկրորդ հարցը Գյումրիում Հայաստան դաշինքը կոչ է անում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ Նիկոլ Փաշինյանի սատելիտների օգտին։ Կոչ է անում գյումրեցիներին առաջնորդվել իրենց կամքի, իրենց խղճի, իրենց մտքի թելադրանքով, չտրվել այդ սպառնալիքներին եւ հենց Գյումրիում կոտրել են վախի մթնոլորտը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում մանավանդ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին եւ դրանից հետո։ Այս սուտ կեղծիքները, որ տարածում են, դրանց էլ իհարկե չհավատալ, որովհետեւ ինչ հաստատում, ով այս իշխանություններին դեմ է, հանկարծ դարավ հանցագործ։ Այդ ոնց տենց եղավ։ Նայեք, նույն Գյումրիում, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հետո Վանաձորում, Բերդում, Վարդենիսում, Թալինում, չէ՞, տեսեք process-ները եւ ես հույս ունեմ, որ այս անիցիալ շղթան կկտրվի հենց Գյումրիում։ Փողոցային շարժման հետ կապված, այո, դա քննարկում ենք եւ միշտ քննարկել ենք։